Բարև Ֆակտոր TV հյուրը տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները հայտարարություն են ընդունել TRIP կամ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման արդեն ընկերության ստեղծման վերաբերյալ այնտեղ շատ դետալներ կան, ընդհանրական ձեր գնահատականը որն է, արդյոք սա շահավետ գործարք է Հայաստանի եւ ԱՄՆ-ի համար, նախ տնտեսագիտական այսպես աչքով նայենք սրա։ Թերևս մեր հեռուստադիտողների համար մի քանի կարևոր դրույթների մասին պետք է խոսենք։ Առաջինը մասնաբաժինը, այդ TRIP ընկերության մեջ 76-24% հարաբերությամբ, որի պարագայում Հայաստանը ըստ էության ներդրում է կատարելու հողի, այդ access-ն ապահովելու ենթակառուցվածքային զարգացման համար, իսկ ամերիկյան կողմը բուն ներդրումներն է իրականացնելու ճանապարհների, երկաթուղիների զարգացման ուղղությամբ, այո, իսկ բացի այդ հայկական կողմը ըստ էության պահպանելու է ամբողջ սուվերենիտետը եւ տարածքային ամբողջականությունը նշված հողատարածքի վրա, որը շատ ավելի կարևոր էր եւ ես գիտեմ, որ նաեւ մեր հանրության շրջանում լուրջ մտահոգություններ կային այս հարցի առումով։ Բացի այդ շարունակելու են Հայաստանի օրենսդրության համապատասխան ճանապարհային վճարներ, տրանսման այլ վճարները, որոնք մեր վճարներից խոսենք, հիշում եք այն վարձակալության թեման, երբ որ կար Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ասում էր մենք կվարձակալենք եւ այստեղ իրապես շատ է մտահոգություն ունեն, որ Հայաստանի ինքնաիշխանությունից դուրս տարածք կունենանք, դա փակվում է այդ հարցը։ Իմ կարծիքով, երբ որ նայում ենք համենայն դեպս այդ implementation framework կոչված փաստաթուղթը TRIP-ի, ըստ էության այդ մտավախությունները գոնե իմ մոտ լիովին վերանում են, անտեղ հստակ նշված է front office, back office, նույնիսկ անվտանգային ծառայությունների մասին դերը, որոնք պետք է լիցենզավորվեն հայկական կողմի կողմից, այսինքն ամբողջովին Հայաստանի օրենսդրության շրջանակներում գործող կազմակերպությունների մասին մենք խոսք ունենք։ Հիմա եթե դիտարկենք արդյոք Հայաստանը ուներ այդ ամբողջ միջոցները տարածաշրջանը զարգացնելու, եթե մի կողմ թողնենք այդ հայրենասիրական կոմպոնենտը եւ փորձենք ավելի սառ ուղեղով դատել, մենք բնականաբար ոչ ունենք այդ միջոցները եւ ոչ էլ այդ տեխնոլոգիաները, նույնիսկ մեր համար հյուսիս-հարավ այդ ճանապարհը տևեց մի քանի տևում է շարունակվում է, նույնը վերաբերում է այլ խոշոր նախագծերին, ցավոք սրտի Հայաստանը չունի խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու փորձառություն։ Այս առումով ամերիկյան կողմի ներգրավվածությունը ես վստահ եմ project management-ի մասով բավականին լուրջ այսպես ասած դերակատարում կարող ունենալ։ Այսինքն հույս կա, որ չի ձախողվի երկաթուղիների, ճանապարհների եւ այլ կոմունիկացիոն շահերը այնպիսի կիզակետում են հայտնվել տարբեր երկրների, որ այդ ձախողման հավանականությունը բավականին ցածր է։ Բացի այդ զուտ կապալառու կազմակերպությունները, որոնք պետք է ֆիզիկապես այդ ենթակառուցվածքները կառուցեն, ես ենթադրում եմ ինչ որ ֆորմատներով եւս ամերիկյան ընկերություններ ներգրաված կլինեն, որը եւս կբարձրացնի այդ ենթակառուցվածքների որակը, որպես այդպեսին։ Հետևաբար ես ընդհանուր առմամբ դրական եմ դիտարկում։ Հիմա եթե փորձենք ասենք, որ օրինակ մեր մասնաբաժինը լավ կլիներ 24-ի փոխարեն լիներ 50, 26-ի փոխարեն 70, 26-ի փոխարեն լիներ օրինակ 51 կամ ավելի բարձր, բնականաբար ավելի լավ կլիներ։ Թվերը ո՞նց են ձևավորվել։ Ես հողի վարձակալության հարցը տվեցիք եւ ամերիկյան փողերի, ինչքան դա էլ հասկանանք ինչքան է ԱՄՆ-ը ներդնելու։ Ունենք մոտավոր հաշվարկ։ Չկա որպես այդպեսին հաշվարկներ, գոնե հանրային դաշտում ես չեմ հանդիպել այդպիսի ուսումնասիրությունների։ Հարաբերակցությունը ոնց են որոշել 26-74, դա էլ ըստ էության գոնե ինձ համար պարզ չի, բայց ենթադրում եմ նպատակը եղել ապահովել այդ 25% եւ ավել, հա, ընդունված է կորպորատիվ կառավարման աշխարհում այդ 25% եւ ավելի գաղափարը, որ արդեն խոսում ենք ավելի էական մասնակցության մասին։ Միևնույն ժամանակ նախատեսված է որոշակի դրույթներ, եթե 49 տարի հետո, հա, բոլոր կողմերը համաձայնվեն, եւս 50 տարով երկարացնելու հնարավորությամբ, այդ դեպքում Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49%։ Սա էլ էլի հետաքրքիր զարգացումներ է, այստեղ մենք խոսում ենք ըստ էության 1 դարյա հեռանկարի մասին, որը բավականին լուրջ ոչ միայն տնտեսական զարգացում, այլ նաև աշխարհակահաղական։ Ակնհայտ է, որ այստեղ աշխարհակահաղական կոմպոնենտը շատ ավելի մեծ է, քան թե զուտ տնտեսական նախագիծ լինելը։
Չինաստանի Ամերիկայի ներկայությունը Եվրոպա, Չինաստան, Եվրոպա, Կենտրոնական Ասիա այդ երթուղու վրա ԱՄՆ-ի ներկայությունը, որը չի անցնում միաժամանակ Ռուսաստանով եւ Իրանով, սա շատ կարեւոր հանգամանք է, եւ սա այն կետն է, որտեղ ԱՄՆ-ն ավելի քիչ ջանքեր գործադրելով կարող է ըստ էության որոշակիորեն վերահսկողություն հաստատել։ Ես վերահսկողություն ուզում եմ շակերտների մեջ վերցնել այդ երթուղով կատարվող ապրանքաշարժի նկատմամբ։ Շատ լավ, գոնե ինձ համար, որ այս թեման ասես փորձել եմ ուսումնասիրել, հետաքրքիր թե մաքսավճարները եւ տրանզիտային վճարները ինչպես են բաշխվելու։ Ես այստեղ մի քանի բան կարդացի, խնդրեմ հայերեն թարգմանեք, էլի, ինչպես ասում են։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքսային տրանզիտ վճարների հավաքագրում մի քանի տարբեր աղբյուրներից, որոնք ներառում են ենթակառուցվածքների հասանելիության վճարներ, տարանցիկ ուղու շրջանակներում առևտրային գործունեություն, գույքի վարձակալություն, զարգացում, ծառայության վճարներ, ինչպես նաև հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի վճարներ։ Այս վճարները կգանձվեն պետական բյուջեի լիակատար համապատասխանությամբ Հայաստանի օրենքներին, բայց արդյոք սա նշանակում է, որ այս փողը Հայաստանին է մնալու, թե սա եւս կիսվելու է ԱՄՆ-ի հետ։ Երկու կոմպոնենտ պետք է առանձնացնենք, հա։ Ենթակառուցվածքի օգտագործման վճարները բնականաբար դա ենթակառուցվածքի սեփականատիրոջն է լինելու, այդ կազմակերպությանը, թրիփ կազմակերպությանը, որը այս պահին նախատեսվում է երկաթուղու եւ ավտոտրանսպորտի համար նախատեսված ճանապարհի, հա, կառուցումը։ Մնացած ենթակառուցվածքային պրոյեկտները նախատեսվում է հատուկ ձեռնարկությունների միջոցով կամ special purpose vehicles դրանց միջոցով իրականացնել։ Դեռևս դրանց մասին դուք նոր կարդում եք, թե այդ ընդհանուր եկամուտները ինչպես կարող է գոյանալ, հա, այդ գոյացման աղբյուրներն այո, թրիփ կազմակերպության գոյացման համար։ Տարանցման վճարները, որ օրինակ հայաստանյան ավտոտրանսպորտային ճանապարհներից օգտագործման վճարներ, հա, այսինքն մեր օրենսդրությունով եթե նախատեսված է, բնականաբար մեր օրենսդրությունով դա լինելու է։ Մաքսավճարների հետ կապված տարանցման դեպքում որպես այդպեսին մաքսատուրքեր չեն գոյանում։ Պետք է վերջնականորեն ապրանքը գա Հայաստան, որ մաքսավճար ձևավորի։ Զուտ ուղակի անցման համար, օրինակ ոնց այսօր նույն իրանական բեռնափոխադրումները Հայաստանի տարածքում կամ վրացական կամ ցանկացած այլ երկրի բեռնափոխադրողը Հայաստանի տարածքում մտնում է ապրանքա փոխանցում օրինակ այլ երկիր, բնականաբար իրանք օրենքով սահմանված կարգով վճարում են որոշակի турքեր։ Գնայք, այս տրանզիտային վճարները եւ մաքսավճարները մենք ոնց հասկանանք Հայաստանի Հանրապետությանն են մնալու, թե ԵԱՏՄ-ին։ Թե ԵՏՄ-ին, թե ամերիկացիներին։ Նայեք, եթե թե հայերին եւ ամերիկացիներին։ ԵԱՏՄ-ն, եթե դիտարկում ենք, սա պետք է ներքին շրջանառությունում Հայաստանում լինի, այսինքն Հայաստանը ԵԱՏՄ տարածք է համարվում որպես այդպեսին, մաքսային տերմինոլոգիայով եթե խոսելու լինենք, եթե հայկական շուկա է մտել, օրինակ պայմանական այնպիսի ապրանք, ասենք բենզին են բերել ենթադրենք։ Օրինակ բենզին են բերել երկաթուղով Ադրբեջանից, պետք է նայենք մեր դրույքաչափերը, հա, Ադրբեջանի հետ կապված, ես այնտեղ եթե չեմ սխալվում, Հայաստանը ԱՊՀ որոշակի համաձայնագրերի է միացել, որով ԱՊՀ երկրների միջև առևտուրը անմաքս է նախատեսվում։ Այն ժամանակ, եթե չեմ սխալվում, բացառություններ են նախատեսել եւ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ իրար նկատմամբ։ Վստահ չեմ, այս բանը դա վերացված է թե վերացված չի, բայց այլ հավասար պայմաններում դա պետք է գործեր։ Այսինքն եթե նախ սկսենք նայած, որ բենզինի համար մաքսատուրքը վերացվել է ԵԱՏՄ շրջանակում, որովհետև ներքին պահանջարկը չեն կարողանում ռուսական նավթային գործարանները բավարարել եւ ժամանակավոր 6 ամիս դա ուղղակի վերացվեց, որպեսզի այլ երկրներից հնարավոր լինի ներկրում իրականացնել։ Սա մաքսավճարներին է վերաբերում։ Սա մաքսատուրքերին է վերաբերում, սա ԵԱՏՄ շրջանակներում կարգավորվող է։ Երբ որ ապրանքը գալիս է մտնում է Հայաստան ներքին շրջանառության ռեժիմով, արդեն համապատասխան մաքսատուրքերը գանձվում են, ոնց որ պետք է լինի։ Դուք ԵՏՄ եւ ԱՊՀ երկրներ նշեցիք, ենթադրենք Չինաստանի on-line խանութից ապրանք է պատվիրվել, եկել է Հայաստանի Հանրապետություն եւ մաքսազերծվել է։ Այդ գումարը թրիփ ընկերությանը գնում է Ոչ, ամերիկացիներին։ այդ ինչքանով ես եմ հասկացել, դա մեր օրենսդրությունով նախատեսված մաքսատուրք է յանից ներկայացում, դա գանձվելու է կոնկրետ Հայաստանի համապատասխան մարմինների կողմից, այս դեպքում եւ
վճարվելու է ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, մաքսատուրքերը Հայաստանում ԵԱՏՄ ընդհանուր բյուջե եւ մենք այդ ամբողջ հավաքած մաքսատուրքից ընդամենը 1.4% մասնաբաժին ունենք։ Իսկ տրանզիտ վճարները։ Տրանզիտ վճարները դա միայն Հայաստանի պետական բյուջե են մտնում։ Այդ դեպքում Թրամփի ուղի ընկերությունը ինչով է սնվելու։ Ենթակառուցվածքի օգտագործման վճարներից։ Երկաթուղին եթե կառուցվի, այդ երկաթուղով անցնելու համար օպերատորները, ովքեր աշխատացնում են լոկոմոտիվները, պետք է որոշակի վճարներ կատարեն։ Կազմակերպությունները կամ անձինք, որոնք ուզում են ավտոտրանսպորտով անցում կատարել, որոշակի վճարներ պետք է կատարեն, որ վճարովի ճանապարհ է դառնում։ Ըստ եմ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հանդիպած կլինեք այսպիսի ֆորմատով աշխատող ճանապարհներ, այդ նույն ֆորմատով աշխատելու է այդ համակարգը։ Արդեն դրա արդյունքում ձևավորված հասույթից այդ ծախսերը նվազեցնելով ձևավորվել է որոշակի շահույթ, որը 74-26% հարաբերակցությամբ բաժանվելու է ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ։ Մաքսային տրանզիտային վճարները ՀՀ պետական բյուջե, ենթակառուցվածքի օգտագործման վճարները Թրամփի ուղի, ապա բաժանում Հայաստանի եւ Միացյալ Նահանգները, սա շատ կարեւոր էր ամեն դեպքում ֆիքսել։ Հիմա front office, back office, սա տնտեսական իմաստով ինչ կարող է նշանակել։ Արադ Միրզյանի, երբ որ հարցնում են Ադրբեջանը նույնը ապահովելու է մեզ համար իր տարածքով անցնելս, օրինակ Նախիջևան եւ այլն, ասում են դե գիտեք մենք հեշտացնում ենք մեր տարածքով անցումները եւ այս փաստորեն ձևաչափերներ նա նկարագրում, բայց արդյոք սա միայն հեշտացնելու մասն է, թե նաև անվտանգության մասին է եւ տնտեսագիտական առումով սա ինչ կարող է նշանակել, օրինակ բեռների արագ ավելի անցումներ, թե ինչ է իրենից ներկայացնում։ Մեր մյուս մաքսակետերում կլինի Գոգավանը, կլինի Սադախլոյի, կամ Բագրատաշենի մաքսակետը, մենք այդպիսի մոդելներ չենք կիրառում։ Այսպիսի մոդելի կիրառումը ենթադրում են որոշակիորեն ավելի շատ հոգեբանական եւ անվտանգային նպատակ ունի, խոսքը վերաբերում է ադրբեջանցիների կամ ադրբեջանական բեռների տարանցմանը, որ այսպես ասած front office, այսինքն մարդիկ, ովքեր առերը շփվելու են օրինակ ադրբեջանցիների հետ եւ ոչ միայն ադրբեջանցիների։ Ես ուզում եմ սա շեշտեմ, խոսքը չի վերաբերում միայն ադրբեջանցիների։ Եթե ղազախական բեռնատարը գա եւ անցնելու լինի այդ կողմից, այդ ղազախ վարորդին էլի այդ front office-ի աշխատողներն են դիմավորելու, ոչ թե հայ մաքսավորները կամ սահմանապահ ծառայության աշխատակիցները, մեր նշված, այսպես ասած, ինչքանով կարողանում ենք հասկանալ այդ implementation framework-ից, բաժանված է գործառույթները երկու հատվածի, այդ front office եւ back office։ Back office-ում արդեն հայաստանցի մաքսավորներն են լինելու եւ ասեմ, որ նաեւ մեր մաքսավորները ֆիզիկապես են ներկա լինելու այդ մաքսատան աշխատանքներում։ Front office-ում, այո, front office-ում իրանք ֆիզիկապես ներկա են լինելու, այսինքն այդ մաքսատունը, որ կա, որ աշխատում է, դա ֆիզիկապես հայեր ներկա են լինելու, հենց այդպես էլ նշված է ֆիզիկական ներկայության մասին հայկական ծառայություններ մատուցելու են front office-ի առաջնային ծառայությունները, այդ front office-ի ծառայությունները ոչ հայերը, front office-ի ծառայությունները այդ արտապատվիրված երրորդ կողմի օպերատորն է իրականացնելու, հայկական կողմի մաքսավորները իրականացնելու են back office-ային աշխատանք։ Օրինակ, եթե մաքսային այդ մաքսազերծման աշխատանքները, մի բան է փաստաթղթեր ընդունելը կամ օրինակ խոսք է գնում նաև էլեկտրոնային թվային նախապես ասենք ուղարկել այդ բեռնագրերը, որոնց հիման վրա պետք է հայտարարել բեռնագրեր ուղարկել, որոնց հիման վրա արդեն մաքսազերծում պետք է իրականացվի, այդ back office-ի աշխատանքները ամբողջովին հայաստանյան օրենսդրության սահմաններում իրականացվելու է հայկական կողմի համապատասխան մասնագետների միջոցով։ Շատ լավ։ Իսկ զուտ նշանակությունը Թրամփի ուղի նախագիծ կա վտանգ, որ այն չի օգտագործվի կամ տնտեսապես ոչ շահավետ կլինի կամ միայն Ադրբեջան, Նախիջևան գիծը կմիացնի։ Սա այն մտահոգությունները կամ քննադատություններն են, որ այս ընթացքում հնչել են, այսինքն այսքան թվում էր, թե դարակազմիկ ինչ-որ իրադարձություն է, բայց այդ նախագիծը լինի ռեգիոնալ նշանակության փոքր նախագիծ։ Որպես տնտեսագետ եւ ես շատ լավ գիտեմ, որ ձեր ընկերությունը շատ լավ ուսումնասիրել է թեման, ինչ կարող եք ասել։ Գիտեք, կասկածից վեր է, որ
ԱՄՆ նախագահը, Ամերիկան առաջի դեմքի մակարդակով ներգրաված է մի գործընթացում, որը, ասենք ինչ է կարծում, պետք է սպասարկի միայն Նախիջևանը եւ Ադրբեջանին միավորի։ Սա շատ, այսպես ասած, տրիվիալ հատ իրավիճակի ենք մենք բախվում, որը նույնիսկ ժպիտ է առաջացնում, ես համաձայն եմ ձեզ հետ, չի կարող լինել այդպիսի մի իրավիճակ, որ Ամերիկայի նման գերտերությունը 49 տարի հետո 50 տարի ասես մի հատ համաձայնագիր է կնքում, մենք նայում ենք մի քանի 100 միլիոն առնվազն ներդրումների մասին խոսք լինելու եւ մնացած այս ամեն ինչի մասին մենք որոշակի պատկերացումներ ունենք, սա իրականացնում են Ադրբեջանի համար։ Դա իհարկե ծիծաղել է։ Ինչ վերաբերում է օգտագործման հնարավորությունների մասին, ես նախորդ անգամ ձեր տաղավարում նշեցի, որ իրականացվել են միջազգային ուսումնասիրություններ եւ խոսքը գնում է, որ մինչեւ 2030 թվականը այդ բեռնահոսքերը կարող են հասնել մինչեւ 11 միլիոն տոննայի։ Սա բավականին լուրջ հայաստանյան մակարդակով, հա, բավականին լուրջ բեռնահոսքեր են իրաց ներկայացնում։ Բացի այդ, եթե խնդիր է դրված Ռուսաստանը շրջանցելու, խոսքը եւ նաեւ տեսակ, այստեղ մենք չենք խոսում միայն տնտեսական կոնտեքստում, սա քաղաքատնտեսության թեմա է ավելի շուտ, այսպես եթե խոսենք։ Նաև ԱՄՆ նախագահը ընդունեց Կենտրոնասիական հանրապետությունների ներկայացուցիչներին, հա, օգոստոսի 8-ից որոշ ժամանակ անց։ Այդ դա ինչ մեսիջ է։ Սա բնականաբար կենտրոնասիական երկրները, հատկապես Ղազախստանը, հարուստ են այդ հազվագյուտ մետաղներով, հանքանյութերով, որը տնտեսապես հետաքրքրում է ԱՄՆ-ին, այդ թվում նաև ուրանով, ուրանի բավական լուրջ պաշարներ կան։ Առհասարակ այդ տարածաշրջանը բավականին հարուստ եւ կարևոր նշանակություն ունի, որովհետեւ եթե մենք բացառում ենք Ռուսաստանի միջոցով չինական բեռների տարանցումը Եվրոպա, հաջորդ ցամաքային ճանապարհը ինքնաբերաբար գալիս է Կենտրոնական Ասիան եւ Կովկասը։ Սա մեծ աշխարհակահաղական, ես կասեի, տեկտոնական տեղաշարժեր է լինում։ Աշխարհագրագետներն են սիրում այդ տերմիններով խոսել, այո, տեկտոնական տեղաշարժեր են լինում։ Եվ ԱՄՆ-ն ըստ էության փորձում է ավելի մեծ ներկայություն ունենալ մեր տարածաշրջանում։ Եթե հիշում եք, Թրամփի ընտրվելու նախորդին շատ քաղաքագետներ, ես հիշում եմ ամենայն դեպս նշում էին, որ Թրամփի ընտրելով կներփակվի ավելի շատ ամերիկյան խնդիրներով կամ իրենց աշխարհամասի հարցերով եւ չի զբաղվի, բայց մենք տեսնում ենք հակառակ իրադրությունը, երբ որ ավելի մեծ ներկայություն ենք տեսնում Կովկասում, իդեմս Հայաստանի։ Եվ կոնկրետ ծրագրերով, պարոն Ֆանյան, որովհետև մենք միշտ ԱՄՆ-ին դիտարկում ենք պետություն, որը մեզ կփրկի Ադրբեջանի հարձակումներից եւ Թուրքիային կզսպի, եկեք ճիշտը խոսենք էլի, բայց մենք կոնկրետ ծրագրեր, նույն տնտեսական, առավել եւս կոմունիկացիոն, էներգետիկ, չգիտեմ, արհեստական բանականության չենք էլ մտածել կամ մտածել ենք չի իրագործվել, չենք ունեցել։ Իրականում այդ ենթակառուցվածքային նախագծերը, որ իրականացվում են ԱՄՆ-ի կողմից, իմ խորին համոզմամբ ավելի լուրջ անվտանգային երաշխիքներ են, քան թե եթե դեսպանը, չգիտեմ, գնա կանգնի երասխում եւ ասի, տեսեք, ես այստեղ կանգնած եմ եւ մի կրակեք։ Երբ որ գալիս է տնտեսական շահեր, իսկ ԱՄՆ նախագահը ինքը լինելով բիզնեսմեն, հստակ տնտեսական շահերի հետևից է գնում։ Եվ եթե դուք կարդաք հենց անգլերեն տեքստը, այնտեղ շատ որ ԱՄՆ-ի շահերը ինչու՞մն է կայանում, նշվում է, որ նոր ներդրումների, նոր բիզնես հնարավորություններ բացահայտենք մեր երկրի համար, հա, ասենք իրենք այսպես են նույնիսկ ձևակերպումը տվել հենց փաստաթղթի մեջ։ Ես կարծում եմ այստեղ տնտեսական շահեր կան աշխարհական շահեր եւ այնպես է ստացվել, որ մեր շահերը համընկել են ԱՄՆ-ի շահերի հետ։ Սա է ընդհանուր իրավիճակը, ես չէի ասի, որ այն իդեալական իրավիճակն է, որը մենք կարող ենք ունենալ։ Հայազգայնականը կերասի, կատարյալ ինքնիշխանություն Չէ, ինձ թվում է կատարյալ ինքնիշխանություն բառը այդքան էլ ճիշտ չի ընդունել, ինքնիշխանության բոլոր էլեմենտները ստեղծան պահպանվում են։ Թրամփի ուղի չստեղծվեր, այ ստեղծվեր Փաշինյանի ուղի, ենթադրենք, եւ չլիներ ամերիկյան մասնակցություն, եւ բոլոր դիվիդենդները միայն Հայաստանը ստանա։ Դա կարելի է, չէ՞, այսպես։ Չէ, բայց ներդրումներ են, չէ՞, կատարվելու։ Դա այդ մի քանի 100 միլիոն դոլար ներդրումները, եթե պետք է իրականացվեն, դա բնավ հատույց է պահանջելու։ Ամեն դեպքում համաձայն եմ ձեր հետ, որ ինքը իդեալական, այսպես ասած, բան չի իրանից ներկայացնում, բայց երբ որ նայում ենք այլ ընտրանքները, մենք ինչ ունեինք,
այդ այլընտրանքների համեմատ ես կարծում եմ տարբերությունը ակնառու է եւ նույնիսկ համեմատելը տեղին չի։ Նույնիսկ այն հոռետեսները, որ օգոստոսի 8-ից սկսած ասում են, որ Հայաստանը ԱՄՆ-ին միջանցք է տալիս, ԱՄՆ-ին, այսօր ես ամբողջ օրը սպասում եմ, որ կխոսեն, կասեն, որ չէ, ոնց որ միջանցք չի, կամ կասեն, չէ, այս թուղթը կեղծ է, ինչ որ այլ գաղտնի թուղթ կա, կամ բանավոր է խոստացել, որ միջանցք տա, կամ չգիտեմ, էլի մի բան կասեին, չեն ասում։ Այդ ձեր կարծիքով ինչու, որովհետև բոլոր ռիսկերը այս թղթում կառավարելիության մակարդակում են, թե։ Ես կարծում եմ մեր արտգործ նախարարությունը բավականին մանրակրկիտ է աշխատել այս փաստաթղթի վրա։ Օրինակ նույն մաքսավորների ֆիզիկական ներկայության մասին է դույթը, չէ, կարող է նշվել, որ մաքսավորները լինելու են մաքսակետերում, չէ։ Այո։ Բայց այնտեղ նշվել է ֆիզիկական ներկայությունը մաքսավորների եւ այլն։ Կոնկրետացվել է, այսինքն։ Հստակ կոնկրետացվել է, ասենք, այդ մակարդակի հստակությամբ նշվել, որը կարծում եմ ավելի շատ ուղղված է ներքին լսարանին, այսինքն բոլոր այն մտավախությունները, որ կարող են լինել, իհարկե նաև միջազգային փաստաթղթում այդ մանրամասների արկայությունը կարևոր է, բայց իմ խորին համոզմամբ դա առավել ուղղված եղել ներքին լսարանի մտահոգությունները չեզոքացնելու։ Ես կա անգլերեն մի տերմին too good to be true, չէ՞, ասենք ես երբ որ սկզբնական խոսում էինք օգոստոսի 8-ից այդ զարգացումների մասին, ես այդ նույն տերմինով էի բնութագրում մեր ունեցած իրավիճակը։ ԱՄՆ-ի հզոր տնտեսական ներկայությունը Հայաստանում, նայեք, եթե համեմատենք Ադրբեջանի հետ, համեմատենք Վրաստանի հետ, երկարաժամկետում ես վստահ եմ, եթե ամեն ինչ նախագծված այդ պլանով ընթանա, Հայաստանը լուրջ առավելություն է ստանալու հարևան երկրների նկատմամբ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում նավթագազային ռեսուրսները ժամանակավոր բնույթ ունեն եւ նավթի մասով նույնիսկ դրանք նվազում են։ Տեսեք, մի քիչ է խոսվում հայ-ամերիկյան կոնկրետ արդեն պայմանավորվածություն է վերաբերյալ արհեստական բանականության կենտրոնի էներգետիկ գործընկերության ատոմական, բայց դա մի քիչ այն կողմ գցենք, ավելի շատ խոսենք արհեստական բանականության մասին։ Մենք մեր դերակատարությունը մշտապես պատկերացրել ենք այն հայ բախտի տրամաբանությամբ, էլի, որ դե անվտանգությունը դա զորքերն են, զենքը, երկրները դաշնակիցները, ովքեր պատրաստ են ինքնաթիռներով իջնել մեր սահմաններ եւ մեզ հետ կռվել եւ այլն, տնտեսությունը, տնտեսական գործընկերությունը, կոմունիկացիաների բացումը, այդ ոնց է նպաստում անվտանգության, որովհետեւ դա ուղիղ գործոն չի, հա, պարոն Ֆանյան, եթե ճիշտ ասենք, դա նաեւ շրջելի գործոն կարող է լինել։ Մի օր փակվում են էլի ճանապարհները եւ սկսվում են պատերազմները։ Հաշվի առնելով արդեն կոնկրետացումները Թրամփի ուղի, նաև արհեստական բանականության, նաև իդեպ ադրբեջանական դիզվառելիքի վաճառք Հայաստանի Հանրապետության եւ քննարկումը, թե ինչ կարող է Հայաստանը վաճառել Ադրբեջանին, սրանք ինչպես են մեր անվտանգային միջավայրի վրա ազդում որպես պետություն։ Ես երևի իրականում 3 առանձին հարցեր տվեցիք։ 3-ն էլ պատասխանեք չեմ ընդհատի։ Առաջինը խոսենք հենց արհեստական բանականության մասին։ Արհեստական բանականության նախագիծը, որ Firebird-ը այդ կազմակերպությունը իրականացնում է, առանց ԱՄՆ-ի օրհնության անհնար է, որովհետև արտահանման թույլտվություններ պետք է տեխնոլոգիաների համար, այդ սարքավորումների համար եւ ԱՄՆ-ը ստեցության այդ տեխնոլոգիաների դեպի Հայաստան արտահանման թույլտվություն տվեց։ Որպեսզի պատկերացնեք, այդ հաշվողական կարողություններով Հայաստանը միանգամից հայտնվել է, ասենք, այնպիսի երկրների կողքին, օրինակ ինչպես Իսպանիան։ Երբ որ նայում ենք նման հաշվողական կարողություններ, որ երկրները ունեն ամբողջ աշխարհում, մենք բավականին լավ տեղում ենք հայտնվում, որը մեր նման երկրների համար պարզապես չլսված ոնց որ հորիզոնական է իրանից ներկայացնում։ Սա առաջինը։ Ինչ վերաբերում է տարանցմիկ ճանապարհների եւ կոմունիկացիաների բացումը, ինքը անվտանգային առումով երկու տեսանկյունից պետք է դիտարկել։ Առաջինը բնականաբար դա նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, իսկ
զարգացած տնտեսությունը դա բանակի ռազմական ուժերի ֆինանսավորման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Օրինակը Ադրբեջանը, հա, ունենալով շատ մեծ ֆինանսական միջոցներ, կարողացավ տարիների ընթացքում զարգացնել ռազմական ներուժը եւ ունեցանք այն, ինչ ունենք։ Եվ երկրորդ կողմը արդեն տարանցիկ կապերի, սա առաջանում է փոխադարձ շահեր։ Երբ որ փոխադարձ շահեր են ունենում ամերիկյան խոշոր ընկերությունները, օրինակ Հայաստանի տարանցման ուղղությամբ, պատկերացրենք մի սցենար, որտեղ օրինակ կա նավթամուղ եւ այդ նավթամուղը պատկանում է Shell-ին։ Ով կհամարձակվի այդ նավթամուղը վտանգի տակ դնել։ Ինչու մենք չհամարձակվեցինք։ Ինչպես մենք British Petroleum-ի, ինչպես մենք ադրբեջանական նավթամուղների վրա չհամարձակվեցինք 2020 թվականի իրադարձությունների ժամանակ ներգործություն ունենալ։ Սա երկրորդ կոմպոնենտը։ Երրորդ կոմպոնենտը, որ վերաբերում է հայ-ադրբեջանական երկկողմ առևտրին, ես պետք է նշեմ, որ ինձ համար զարմանալիորեն բավականին արագ տեմպերով է ընթանում։ Նախորդ անգամ էլ ձեր տաղավարում ես նշեցի, որ թերևս ճիշտ կլինի սկսել B2B ապրանքներից, բայց արդեն մենք տեսնում ենք B2C ապրանքների մասին, ու եթե օրինակ բենզինը ինքը ամեն դեպքում փաթեթավորված չի, հա, մեքենայի բենզաբակում է դա լցվում, ադրբեջանական կողմը ըստ էկոնոմիկայի նախարարի հայտերա ներկայացրել ջերմոցներում աճեցվող ծաղիկների, պտուղ բանջարեղենների վերաբերյալ, հայկական կոնյակի վերաբերյալ, որը իմ համար, եթե անկեղծ ասեմ, բավականին զարմանալի է, հաշվի առնելով ադրբեջանական հասարակության մեջ եղած այդ բացասական վերաբերմունքը հայկական կողմի նկատմամբ, բայց նմանատիպ քայլերը ժամանակի ընթացքում ես վստահ եմ, որ կարող են այդ խաղաշին, ես միշտ ասել եմ, որ խաղաշինության կարևոր բաղադրիչը դա տնտեսությունն է։ Կլինեն տնտեսական կապեր, կլինեն փոխադարձ տնտեսական շահեր, էսկալացիայի ռիսկը էականորեն կնվազի։ Սա կարծում եմ աքսիոմա եւ նույնիսկ ապացուցման կարիք չունի։ Սկսած 100-ամյակներով, 1000-ամյակներով, երբ որ նայենք մեր թագավորությունների ժամանակ, հա, միջին դարերում մենք չենք ունեցել, հա, սկզբնական Բագրատներ, Աշակուններ, երբ որ եղել է տնտեսական կապեր, եղել են շահեր, պատերազմները չեն եղել։ Համաշխարհային պատմության փորձն է ցույց տալի, մեր ժամանակի փորձն է ցույց տալի։ Մենք տեսնում ենք, երբ որ կան, օրինակ, երբ որ խոսք գնաց անվտանգային կոմպոնենտի մասին, ամենահետաքրքիր օրինակ Թայվանը, հա, ինքը լինելով ամբողջ աշխարհի միկրոչիպերի հիմնական մատակարարներից մեկը, իր տնտեսական ներուժով զսպում է Չինաստանի հնարավոր էսկալացիան իր տարածքի վրա, որովհետև ամբողջ աշխարհը ուզի թե չուզի պետք է պաշտպանի Թայվանը, որպեսզի դրանից ստանան այդ չիպերը եւ ապահովեն իրենց տնտեսության կենսագործունեությունը։ Իր պաշտպանությունը, իր դերակատարությունը աշխարհում։ Իր տնտեսական դերով է հանդես գալի ինքը։ Եվ ես պետք է նշեմ, որ եթե տեսնենք այդ նույն կոնցեպտը, ըստ էության նաեւ մենք կարող ենք տեսնել այս նոր տնտեսական զարգացման եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում, որը կառավարությունը վերջերս ընդունեց։ Այդ նույն կոնցեպտը, այդ նույն պարադիգմա, որ տնտեսությունը դա նաեւ անվտանգային բաղադրիչ է եւ հզոր տնտեսությունը տնտեսական նշանակությունը, կարևորությունը երկրի ապահովելու է նաեւ անվտանգային բենեֆիտներ, դուք կարող եք տեսնել նաեւ այդ փաստաթղթում։ Իրապես տնտեսությունը փաստորեն ստացվում է այն բովանդակային հարաբերությունն է, որ ձևակերպում է պետությունների միջև, եթե դա կա, ուրեմն այդ հարաբերությունները խորքային շահեր են կրում, իրական շահեր են կրում, գումարային շահեր են կրում եւ փոխկապակցվածությունը, զսպումները, չգիտեմ, այսպես ավելի կոնկրետ են, էլի, կոնկրետ հարցի շուրջ։ Օրինակ հայ-ադրբեջանական Թե չէ հակառակ դեպքում կենացային, այսպես ամերիկացիները լավն են, մենք քրիստոնյա ենք, նրանք ժողովրդավար են։ Սա էլ կարևոր է, բայց եթե տնտեսությունը արանքին չկա, մի քիչ կոնկրետ ասում եմ, խնդիր է։ Տնտեսությունը այն, ոնց ասում, հողի վրա ավելի սառը, ավելի սառը ուղեղով, երբ որ շահեր են առաջանում։ Հիմա օրինակ հայ-ադրբեջանական առևտրի դեպքում Հայաստանը ամեն տարի մոտավորապես ներմուծում է 300 միլիոն լիտր բենզին։ Այդ 300 միլիոն լիտր բենզինի, եթե նույնիսկ 10%-ը կամ 10%-ը, հա, ադրբեջանական աղբյուրներից գա, որը մոտավորապես իդեպ ոչ միայն
ադրբեջանական բենզինն է այժմ։ Հիմա ստիպված են նաև ռուսական մատակարարները գինը նվազեցնել, ցանկացած մեկը կարող է բենզալցականում ականատես լինել, որ նույնիսկ ռուսական բենզինի գինը շուրջ 40-50 դրամով նվազել է։ Փաստորեն կարող էր նվազել։ Բնականաբար, այդ 40-50 դրամով նվազելը դա են տնտեսական օգուտներն են, որ ստանալու են մեր քաղաքացիները։ Դա են տնտեսական օգուտներն են, որ մեր տնտեսությունը ավելի զարգացած ալնել, այսինքն մենք ծախսելով նույն չափ գումար կարող ենք ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերենք այլ հավասար պայմաններում։ Սա բնականաբար երկրի զարգացման մասին է խոսք գնում, սա բնականաբար եւ ստեղ շահեր են առաջանալու, հա, որ դիցուկ մենք վաղը մյուս օրը կամ մյուս օրը հակված չլինենք էսկալացիա իրականացնելու։ Նույնը երբ որ ադրբեջանական կողմերը ունենան հայկական ապրանքներ եւ չգիտեմ ինչ որ այլ ֆորմատով համագործակցություն լինի, բնականաբար նրանց կողմից եւս այդ զսպվածությունը կլինի։ Ես կարծում եմ այդ առումով մենք հատկապես մեծ նշանակություն կարող ունենալ Նախիջևանին ապրանքների եւ նաեւ էլեկտրոէներգիայի մատակարարման առումով։ Այս բանին պետք է նշեմ, որ Իրանը բավականին լուրջ տնտեսական ազդեցություն ունի Նախիջևանում եւ Թուրքիան ունի բավականին լուրջ տնտեսական ազդեցություն։ Ադրբեջանի համար ավելի նպատակահարմար է, որպեսզի Հայաստանն այնտեղ, այսպես ասած, սառ ուղեղով նայենք, հայտնվի, որովհետև այն երկուսը շատ հեշտորեն կարող են իրենց տնտեսական ներկայությունը նաև աշխարհակական ազդեցության վերածել, իսկ Հայաստանը այդ ամբիցիաները համենայն դեպս դեռևս չունի, ինչը դիվերսիֆիկացիայի կարիք իրենք էլ այդտեղ ունեն։ Բնականաբար։ Դե հուսանք, եթե այսպես դրական սպասումների կոնտեքստում մեր տարածաշրջանը մի քանի տարի հետո գոնե կդառնա բախումների, պատերազմների տարածաշրջանից ներդրումների եւ զարգացման հնարավորություն, մենք չունենալով տասնամյակներ շարունակ այդպիսի շանս եւ ունենալով պատերազմական կոնֆլիկտային այսպես հարաբերություններ չենք էլ օբյեկտիվ սպասում ունեցել, որ այդպիսի բան կլինի։ Հիմա ԱՄՆ-ի ներգրավումը այդպիսի հնարավորություն ոնց հասկանում եմ տալիս է, բայց մի հարց էլ 25% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից այն երկրների նկատմամբ, որ Իրանի հետ կանեն առևտուր, սա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, թե կարող ենք հուսալ, որ Հայաստանի պարագայում չի կիրառվի։ Ես կդժվարանամ ասեմ կիրառվի թե չի կիրառվի, բայց վստահ եմ, որ սա ժամանակավոր բնույթ ունի, որոշակ իրադարձությունից հետո այդ 25%-ի կարիքը միգուցե եւ չլինի, բայց ցանկացած սցենարի դեպքում, նույնիսկ 20 կլինի կամ 30 կլինի, 25 կլինի կամ 30 կլինի, Հայաստանը այս պահին պետք է շարունակի իր առևտուրը Իրանի հետ։ Նախ մենք ԱՄՆ-ի հետ մեր առևտուրը խիստ սահմանափակ է, ես նշել էի, որ հիմնականում դա Իրանից ներկայացնում է 2/3 ոսկեղեն թանկարժեք քարեր, հա, բայց մենք ավելի սերտ համագործակցություն ունենք Իրանի հետ, իրանական շատ ապրանքներ որպես հումք են հանդիսանում մեր տնտեսության համար եւ ոչ մի պարագայում այդ հնարավորությունը Իրանի հետ առևտրի գոնե այս բանին պետք է բաց չթողնել։ Իսկ ինչ վերաբերում է հնարավոր ազդեցություն, եթե ինչ կլինի, եթե ամեն դեպքում այդ 25% մաքսատուրքը կիրառի հայկական ապրանքների նկատմամբ, դա բնականաբար բացական անդրադարձ կունենա մեր տնտեսության վրա, բայց այդ ազդեցության չափը կլինի բավականին սահմանափակ եւ կրիտիկական չի լինի մեր տնտեսության համար։ Շատ լավ, շնորհակալ եմ, կհետևենք, պարոն Ֆանյան։ Factor TV-ում հյուրընկալել էինք Հայկ Ասպանյանին։